Եպիսկոպոսատ ժողովը հետաձգվել է ազգային անվտանգության ծառայության վայրագ ճնշումների արդյունքում գրում է Հրապարակ օրաթերթը։ Եպիսկոպոսատ ժողովը ծրագրված էր անցկացնել դեկտեմբերի 10-ից 12-ը, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամանակով։ Հետաձգման արդյունքում իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն։ Իրականում ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի վայրագ ճնշումների արդյունքում։ Բեհափարին փոխանցել են, եթե ժողովը կանա եւ 10 եպիսկոպոսի վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրանք կհետևեն իրենց համար անցանկալի զարգացում գրում է թերթը։ Դեկտեմբերի 11-ին Երևան-Սևան ավտոճանապարհին Լեռնանից գյուղի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Խաչատուրման իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով վրաերթ է ենթարկել կին հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն եւ դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ Կոնֆերանսիաների լիգայի փուլի 5-րդ տուրում Նոան 2-1 հաշվով հաղթեց Լեհաստանի Գավաթակի Լեգիային։ Հյուրերից հաշիվը բացեց Միլետա Ռայովիչը, 57-րդ րոպեին էլ պատասխան գնդակը գրանցեց Մաթեուս Այասը։ Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Նարդին Մուլաֆուսեյովիչը։ Լեգիայից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Պիչախչյանը, փոխարինման մտնելով 82-րդ րոպեին։ Նոան լիգայի փուլում երկրորդ հաղթանակը տարավ եւ 8 միավորով բարձրացավ 13-րդ տեղ։